համար ադրբեջանցին շատ արագ վազելով իրան գցեց Ամերիկայի գիրկը, որ ստորագրի այդ ստրատեգիական partnership-ը, չգիտեմ ինչը, որտեղ հասկացավ, որ դու ինչքան էլ հիմա ինչ էլ անես, այ կլասիկ Փայլևանն է, չէ՞, նա երբեք չի ասում ես Ռուսաստանի հետ չեմ։ Երբեք ռուսներին դες բան չի ասում։ Ոչ էլ ասում է ես բան եմ բալանսիրովանի ինչ որ բաներ եմ պահում, ինչ բալանսում ինքը ամերիկացին ասում 100% ես քեզ հետ եմ, ես ստորագրում եմ։ Ռուսին ասում 100% քեզ հետ եմ, տես ինչքան բան ունեմ քեզ ստորագրած։ Մենք դաշնակիցներ ենք։ Ինքը դուրս եկավ Ալիևը որևէ դաշնակցային պայմանագրից Ռուսաստանի հետ Ամերիկայի հետ ստորագրելու առաջ։ Չէ, դուրս չեկավ, չէ։ Երկուսին են ասում, հա, ինքը չի ասում, ես չեզոք եմ, ինչ չեզոք։ Դու ես որ չեզոք կլնես, դու Հնդկաստանը չի կարող չեզոք կլնի, դու ով ես չեզոք կլնես, փուճուր բան ես դու։ Ես ծիծաղելի այն ես, քայ ես չեզոք լինելու ես, բանը մի տեսակ դու դա պսիխոսկեր չասեմ, օքեյ, ինչ որ է։ Մի քիչ լուրջ չի։ Եվ դրա համար հենց այդ Ալիևը երբեք չի ասում չեզոք եմ։ Նա չի խոսում երբեք չգիտեմ ինչ բալանսավորված քաղաքականության մասին։ Դες բան չի ասում, ինչ բալանսավորված։ Քո ամեն ինչը կախված է այդ բանից, արևմուտքից, դու էլ նստածես այդ վայրենու թաթի տակ, ինչի մասն ենք խոսում։ Այս բանը իրանք շատ լավ խաղում է ինքը, իսկական բանն է, ինքը իսկական այդ լարա խաղացն է ինքը, էլի այդ իմաստով եւ հաջողել անում է։ Համենայն դեպս հիմա ասածն է, որ երբ որ Ռուսաստանի ախորժակին եւ հնարավորություններին եւ այդ տարբերակներին են նայում բոլորը, հասկանում են, որ ինքը մեծ երկրի վրա ոչ մի բան չի կարողանալու անի, փոքրերի վրա է նստելու, մտածելու էլի։ Այս պետք է հասկանալ։